Ինչպես ասում են, երբեք այնքան շատ չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից առաջ։ Քաղաքացիական պայմանագրի պարագայում սա քանիցս ապացուցվել է, թե պատերազմների ժամանակ, թե ընտրություններից առաջ։ Ընտրություններում բնականաբար բազմաթիվ խոստումներ կլսեք, հիմա հենց այդ շրջանն է։ Տարբեր ուժերի իրական կամ անիրատեսական ծրագրերին դեռ կանդրադառնանք, ընտրություններին օգնելով քաղաքացուն ճիշտ կողմնորոշվել։ Այսօր բացել եմ ՔՊԻ հեքիաթների ժողովածուն։ Իրենց նախընտրական ծրագիրը ուսումնասիրելիս ստացա տպավորություն, որ սրանք ծրագիրը գրել են այն համոզմամբ, որ ընտրողը չի կարդալու, մեկ է, չի վերլուծելու և չի համեմատելու։ 100 հատ խոստում են տվել։ Դրանցից մեկը հետևյալն է՝ աղքատության կրճատում 5%-ով։ 2018 թվականին Փաշինյանը խոստանում է աղքատությունը մինչև 2023 թվականը հաղթահարել, այսինքն վերացնել։ Այս խոստումը ձախողելով 7.5 տարի անց խոստանում է հիմա էլ աղքատությունը նվազեցնել 5%-ով։ Այս ընթացքում իհարկե հաղթահարել են աղքատությունը, բայց ՔՊԱ-կան պաշտոնյաների աղքատությունն են հաղթահարել, իրենք որ հաստատ հաղթահարել են։ Խոստացել է, որ պետք է դեռ 3 տարի առաջ վերացրած լիներ աղքատությունը, հիմա ասում է ինձ ընտրեք, 5 տարում 5% կիջնի։ Այսինքն, եթե այսօր 700,000 մարդ է աղքատ, 2031 թվականին աղքատ կլինի 600,000 մարդ։ Տարիներ շարունակ աղքատության մեջ գտնվողը թող որոշի ևս մեկ անգամ հավատալ, եթե այո, թող պատրաստ լինի նույն խոստումը լսել նաև 2031 թվականին։